Դուք պատրաստվում եք լսել մի փաստ, որը ձեզ կստիպի այլ աչքերով նայել մարտի 8-ին։ 1917 թվական, Պետրոգրադ։ Ցարը հրամայում է. կրակեք ցանկացած կնոջ վրա, ով չի հեռանա փողոցից։ Միլիոնավոր կանայք կանգնած էին հրացանների փողերի դիմաց։ Բայց գիտեք ինչ տեղի ունեցավ։ Նրանք չվախեցան։ Նրանք տապալեցին դարավոր կայսրությունը ընդամենը մի քանի օրում։ Սա մարտի 8-ի իրական պատմությունն է, որը հաճախ թաքցնում են ծաղկեփնջերի հետևում։ Մարտի 8-ը միայն գեղեցկությունը չէ։ Իտալիայում կանայք նվիրում են միմոզա, որովհետև այն ի վիճակի է ծաղկել անգամ ձյան տակ։ Չինաստանում կանայք պաշտոնապես ունեն կես աշխատանքային օր։ Իսկ դուք գիտեիք, որ մարտի 8-ը նաև կին գարեջրագործների օրն է, բայց ամենացնցողը 2026 թվականի վիճակագրությունն է։ Մեզնից կպահանջվի եւս 286 տարի, որպեսզի աշխարհում կանայք եւ տղամարդիկ ունենան լիակատար հավասար իրավունքներ։ Պատկերացնում եք, գրեթե 3 դար։ Սպասիր, եթե քեզ համար բացահայտում էր այս ամենը, ուրեմն դու ճիշտ տեղում ես։ Հենց հիմա բաժանորդագրվիր Արգան բլոգի էջերին եւ լայքիր այս տեսանյութը։ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ տոնը տևում է ոչ թե 1 օր, այլ մի ամբողջ ամիս։ Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը մենք ապրում ենք կանանց միամսյակով։ 2026 թվականին աշխարհը կոչ է անում անցնել գործողությունների, որովհետև կինն այլևս լուրջ ստվեր չէ։ Նա առաջնորդ է, գիտնական եւ արարիչ։ Կանայք այսօր փոխում են աշխարհը, չսպասելով այն 286 տարուն։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, հայոց աշխարհի գեղեցկուհիներ, ես Արգամ Ռոբերտին եմ եւ սրտան շնորհավորում եմ ձեզ այս լուսավոր տոնի առթիվ։ Դուք ոչ միայն գեղեցիկ եք, դուք այն ուժն եք, որը պահում է մեր աշխարհի հավասարակշռությունը։ Թող ձեր կյանքում միշտ լինի սեր, հարգանք եւ անսահման հնարավորություններ իրականացնելու ձեր ամենահամարձակ երազանքները։ Եղեք ինքնավստահ, եղեք ազատ եւ միշտ հիշեք, ձեր ներկայությամբ աշխարհը դառնում է ավելի կատարյալ։ Շնորհավոր մարտի 8, կհանդիպենք։